Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Մայք Կարիբյանն եմ։ Այսօր եւս մի հաղորդում, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Ասեմ նրանք, ովքեր ինձ առաջի անգամ են միանում, դուք կարող եք հետևել իմ բոլոր սոցիալ մեդիա ցանցերով @MaisMikeCaribbean, ինչպես տեսնում եք էկրանների վրա։ Եվ չմոռանաք subscribe անեք իմ YouTube ալիքը նորից Mais Mike Caribbean։ Այսօր հաղորդումը միայնակ չեմ վարելու, որովհետև ունեմ շատ թանկ անձնավորություն որպես հյուր այսօրվա հաղորդմանը։ Երկար տարիների լավ ընկեր արդեն տարիների ընթացքում մեր ընկերությունը զարգացել է եւ միշտ փորձում ենք իրար օգտակար լինենք տարբեր հարցերով։ Մի քանի անգամներ եղել եմ իր հաղորդման հյուրը, որի համար շնորհակալ եմ եւ այսօր պատիվ եմ համարում, որ ինքը չի մերժե իմ հրավերը եւ այս անձնավորությունը իմ հյուրն է։ Ուզում եմ սիրով ներկայացնել բոլորիդ շատ հայտնի եւ տարիներով երկար TV-ների վրա, որ դուք տեսել եք այս անձնավորությունը, Մարիկա Ավետիսյանին։ Ողջույն Մարիկա, ինչպե՞ս ես։ Ողջույն, ողջույն։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ հրավերքի համար եւ ուրախ եմ, որ դու այս աշխատանքը սկսել ես անել։ Գիտես, ուրախ եմ, որ քո նման ընկեր ունեմ, որովհետեւ Ուզում եմ ես էդի առաջինը ասեի, դու ասեցիր, խնդրի, ես պատիվ եմ համարում։ Ես էլ Մայժան, ես ասում եմ, ես շատ ուրախ եմ, որ տարիներ առաջ մեր ընկերությունը տեղի ունեցավ։ Իհարկե շնորհակալ եմ քո հայրիկին, որը ինձ ծանոթացրեց քեզ հետ։ Եվ հետո արդեն ես քեզ հրավիրեցի իմ եթեր եւ դրանից շարունակվեց։ Այսօր տեսնես ժամանակները փոխվում են եւ այսօր ես եմ քո ծրագրի հյուրը, որի համար հատուկ քեզ շնորհակալ եմ։ Եթե թույլ կտաս, ես էլ իմ կողմից եմ ուզում իրոք սրտանց շնորհակալություն անեմ, ինչպես նշեցիր մեր ընկերության համար։ Գիտես, կարծում եմ լավ ընկերությունը ոսկուց թանկ է եւ մանավանդ այն ընկերությունը, որ անկեղծ է եւ տարիներ փորձում ենք իրար օգտակար լինենք, ես անձամբ շատ բաներ եմ սովորել քեզանից եւ յուրաքանչյուր առիթի դեպքում ուզում եմ դա անպայման իմ սրտից կիսվել քեզ հետ։ Ինչպես է Մարիկան այսօրվա օրերում, ինչով է զբաղվում։ Լավ եմ, շնորհակալ եմ Այժան, գիտես հեռուստատեսությունը ճահիճ է, ինչքան երկար ես մնում այդ այս պարեզում, ինքան ավելի ինքը քեզ քաշում է դեպի իր ընդերքը։ Այնպես որ ճակատագրի բերումով շարունակում եմ զբաղվել հեռուստատեսությամբ, կինոաշխարհով եւ այլն, որին ասենք ինձ նվիրել եմ տարիներ շարունակ։ Գիտես, երբ որ ես քո հետ շփվում եմ եւ ուսումնասիրում եմ, թե ինչպես ես դու ապրում քո կյանքը, շատ հետաքրքիր է, որովհետեւ շատ քչերն են կարողանում իրենց զբաղ պահել, ակտիվ պահել եւ կարծում եմ դա նաեւ քեզ լիցքավորում է, որ դու ավելի նորանոր հաղորդումներ կամ մտքեր ստեղծագործես, այդպես չէ։ Այդպես է Մայժան, գիտես լրագրողը, որը նստած է տան բազմոցի վրա, նա լրագրող չէ, ըստ ինձ։ Դու պետք է գնաս ժողովրդի հետ շփվես եւ թեմաները կարծես ինքն իրեն առաջանում են, բայց տանը նստած 4 պատերի մեջ ինչքան էլ դու ունենաս էնտուզիազմ, որպեսզի սկսես ինչ-որ մի հետաքրքիր գործ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարողանա շարունակի տանը նստած ստեղծագործել, դա շատ դժվար բան է, ըստ ինձ։ Հետո գիտես ինչքան միասկացողություն, ակտիվ եւ պասիվ մարդ։ Ես ինչպես ճիշտ նկատեցիր, ակտիվ եմ։ Հիմա դա գալիս է, այսինքն իմ ծննդյան օրվանից։ Ես գնալով ավելի համոզվում եմ դրանով։ Իմ ծննդյան օրվանից, որ այսինքն սայնից, ինչին նվիրված եմ ես, եւ երբ ընթերցում եմ այդ հորոսկոպը, կարծես է ինձ իմանալով են գրել, ես շատ նման են սայները։ Ճիշտ է բնութագրում։ Այո, շատ ճիշտ բնութագրում է եւ դա շատ ճիշտ է։ Մարիկա, եթե չես մերժի իհարկե, այսօր ուզում եմ մի քիչ մարդիկ քեզ ավելի ուրիշ տեսանկյունից ծանոթանալ եւ ավելի շատ հարցերս ուզում եմ ուղղել որպես խորհրդի տեսանկյունից, որտեղ դու տարիների փորձ ունես թե հեռուստատեսության մեջ, թե կյանքի բնագավառում շփվելով շատ անհատների հետ, շատ մարդկանց հետ եւ գիտեմ շատ բաներ ես սովորել քո կյանքում եւ կուզեմ ավելի այսպիսի խորհրդի կարգով հարցեր տամ եւ առաջինը ուզում եմ ես սովորեմ դրանք, որտեվ այդպիսի բաները կարծում եմ կյանքում իմաստուն մարդկանցից սովորելը դա մի հատ յուրահատուկ բան է, որ կարող ես օգտագործել քո կյանքում, որպեսզի ավելի քիչ սխալներ անես։ Այլ երբ որ նայում ես քո կյանքի ընթացքը, ինչ 2-3 հատ բան կա, որ համոզվել ես կամ
սովորել ես կամ եթե այսօրվա Մարիկան հետ գնա եւ օրինակի համար 20 տարեկան Մարիկային այդ խորհուրդները ինչ կտայր այսօրվա ինչ որ սովորել ես միջև հիմա Գիտես ինչ երբ ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ ինձ այստեղ շատ հեշտ էր ձևավորվել ապրել որովհետեւ ես միշտ եմ այսպեսին եղել անկախ 20 տարեկան էի թե 25 տարեկան էի իմ եթե sense խորանանք ծննդավայրից սկսած ճիշտ է Հայաստան աշխարհում եմ ծնվել Երևան քաղաքում բայց այսինքն ծնողներս տարբեր ազգերի էին եւ այսինքն դա ոնց որ դոմինանտ հանդիսացավ իմ մեջ ավելի ամեն ազգից լավը վերցնելով սկսել եմ ես իմ կյանքը եւ Միացյալ Նահանգներում ինքդ գիտես որ եթե դու պարտաճանաչ չլինես ոչ մի բանի չես հասնի եւ դա շատ կարեւոր է հետո ես երբեք չեմ ընկճվել որ աշխատանքը շատ է եղել ես հակառակը միշտ բավականություն եմ ստացել փորձել եմ ավելի պոզիտիվ ինձ տրամադրեմ տվյալ այս կամ այն ուրեմն աշխատանքին եւ նոր եկել աշխատանք էի փնտրում ինչ աշխատանք առաջարկում էին ասում էի կանեմ հետո մտածում էի թե ինչպես պետք է անեմ այսինքն չես վախեցել action վերցնելուց ոչ ես չեմ վախեցել չեմ վախեցել եւ ինչպես տեսնում ես ստացվեց հասկանում ես Իհարկե, գիտես ինչ, ես ամբողջ կյանքում շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ ճանապարհ են հարթել, ովքեր օգնել են։ Ես չեմ մոռանում այն մարդկանց, ովքեր օգնել են, եւ հիշում եմ նրանց, ովքեր խանգարել են։ Դա էլ կա, հասկանում ես, եթե կյանքը քեզ իմաստուն չի դարձնում, դժվար թե ինչ-որ մի բանի կարողանա մարդ հասնել։ Ես կոնկրետ քեզի նկատի չունեմ, այլ յուրաքանչյուր մարդ, ով մեզ լսում է, այո։ Մարիկա, իսկ ինչ կասեիր այս մասին։ Քո հետ շփվելով ես մի քանի յուրահատուկ գծեր եմ տեսել, որ նաև փորձում եմ օգտագործել իմ կյանքում, որոնցից են պունկտուալ լինելը, պատասխանատու, միշտ ամեն ինչ ժամանակին անելը եւ քո պոզիտիվ դրական այդ մոտեցումը թե գործի մեջ, թե ընկերության մեջ, թե շրջապատի մեջ, այլ դա որտեղից է գալի։ Գիտես Եթե ուսումնասիրես, ասենքն իմ ծնողների անցյալը եւ այլն, հիմա պապերից եւ այլն, ըստ երևույթին ինչ որ բոլորից ինչ որ մի դրական բան վերցնելով ստեղծվել է մի բուկետ, այսպես։ Հիմքը ծնողներից է կարծում ես։ Իհարկե, դե այսպես թե այնպես ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ այս որակով ինձ լույս աշխարհ բերեցին։ Հասկանում ես, եւ շնորհակալ եմ ասեմ իմ մեծ մայրերին, մեծ հայրերին, որոնք ասենք գենետիկորեն ինչ որ բան գեներ նստած են մարդու մեջ, չէ՞։ Իհարկե, գալիս է մի մոմենտ, որ դու դրսում ես դաստիարակվում։ Եվ ես շատ երջանիկ անձնավորություն եմ, որ իմ կյանքի ճանապարհին դրսում շատ նորմալ մարդիկ եմ ես հանդիպել։ Եվ ես միշտ ձգտում եմ ունեցել սովորելու այդ մարդկանցից։ Այդ շատ սիրեցի սովորելու։ Մինչև այս տարիքում միշտ սովորում ես։ Ամեն պահ Երբ ես ասեմ ես ամեն ինչ գիտեմ, այդտեղ ես սպառվել եմ։ Իսկ հայերի մոտ ինչ ես կարծում այդ սովորելու բնագիծը։ Կան ես ազգի հետ կապ չունի, կան մարդիկ, որ շատ ինքնասիրարված մարդիկ են, որ կասեն ես ամեն ինչ գիտեմ, բայց դա անհնար է, հասկանում ես։ Հիմա այդպես անեկդոտներ էլ կա, որ ասում է 5 գերազանց գնահատականի գիտի պրոֆեսոր Մարկովը, ես գիտեմ 4-ի դասախոսը, իսկ մնացածը արդեն երեքից սկսած, բայց մարդկաց պես ամեն ինչ գիտեմ, ինձ պետք է չի սովորել։ Եվ այդտեղ նա վերջացավ, շատ շուտ կվերջանա, կսպառվի անձնավորությունը։ Ամեն օր պիտի սովորենք։ Ամեն պահ, ամեն օր չէ, ամեն պահ։ Իսկ Մարիկա, եթե հետ գնանք օրինակ կյանք մի 10-15 տարի հետ, ինչեր կա, որ մարդկության մեջ, այսպես ասած, մարում է կամ վերջացել է, որը լավ որակ էր համարվում, որ այսօր չես նկատում դրանք։ 10-15 տարի առաջ, գիտես, որտեվ այս կոմպյուտերային համակարգերը շատ բան է փոխել մեր մեջ։ Շփումը դա, այսպես ասած, ցամաքել է մարդկանց մեջ։ Շփումը քանի գնում է հավաքը դեպի 0։ Հիմա դե մենք չպետք է ենթարկվենք այդ միջազգային օրենքներին։ Հիմա գիտես կենթանի շփումը մեծ նշանակություն ունի։ Հիմա ես օրինակ շփվել սիրող մարդ եմ եւ իմ նման հազարավոր մարդիկ։ Հիմա կա Facebook, ասենք social media, չգիտեմ, հեռախոս, անոթներ, ընկերներ, բայց կենթանի շփումը մարդը շատ կարիք ունի այդ կենթանի շփումը, այդ արձագանքի շփման, հասկանում ես։ Ինչի ընտանիքներ այսօր կամ համերաշխ են ապրում, կամ երջանիկ, կամ հակառակը դժբախտ, որովհետև չկա այդ արձագանքը դժբախտ մարդկանց միջև։
լսելու ունակությունը չկա, հարգելու դիմացինի խոսքը չկա։ Ամեն մեկը իրանն է բրտում Այո, առաջ։ իրանն է բրտում, բայց ուր կհասեն դրանով երևի իրանք չեն էլ պատկերացնում։ Իսկ ինչ ես կարծում, ինչ պետք է փոխենք մեր մեջ, որ դա չսառի։ Գիտես ինչ, մարդիկ հիմա ասես մի բան, մարդը ինքը պետք է ցանկություն ունենա փոխի իրեն։ Եթե ինքը չունի այդ ցանկությունը, ոչ մի բան չի ստացվի։ Իսկ մարդիկ փոխվում են։ Եթե աշխատեն իրանց վրա անպայման, բայց եթե ասես ամեն ինչ գիտեմ, իսկ պետք չի փոխվել, արդեն չգիտեմ, վերևից ինչ էլ իջնի իրան փոխելու անհնար է։ Աստվածը երևի չի կարա փոխի այդպիսի մարդուն, չէ։ Այո։ Իսկ երբ որ նայում ես այսօրվա առօրյա կյանքին, ինչեր կա, որ կարծում ես մանավանդ երիտասարդների մեջ, որ կուզեիր ավելի զարգանար, որտեվ ես շփվելով շատ մարդկանց հետ, մանավանդ երիտասարդների մեջ, մի հատ կետ, որ հստակ նկատում եմ, դա ծուլիկությունն է, ձգտումը հասնելու նպատակի, ձգտումը մի բան ստեղծելու։ Այ բնակվելով Ամերիկայում ես զարմանում եմ, ինչի մարդկանց այդ ձգտումը կորել է եւ ինչից է դա գալի, ինչ ես կարծում։ Գիտես ինչ, դա այդքան ծուլության հետ ես չէի կապի, այլ բան կա մի ձգտում չունենալն է մարդկանց մեջ։ Հիմա այսօրվա երիտասարդությանը շատ պակասում է, որ չեն կարդում ընթերցում։ Բացարձակ, հասկանում ես, եւ այսինքն Հայաստան աշխարհում էլ ես նկատում եմ, որ օրինակ ես երբ իրենց տարիքում էի, որ հիմա նայում եմ, որ չեն կարդում, ես զարմանում եմ, ես գիշերները չէի քնում, հաս գրքեր էի վերջացնում եւ կան գրքեր, որոնք դու պարտադիր պետք է կարդաս, որովհետեւ դրանից շատ բան կա վերցնելու, հասկանում ես, եւ առավոտյան գնում եմ դպրոց, միգուցե եւ չքնած, որը եւս ճիշտ չէ, բայց ամեն դեպքում ցանկությունը կար։ Հիմա չկա այդ ամեն ինչը, չկա այդ ձգտումը սովորելու, հասկանում ես, վերցնելու այդ գրողներից ինչ որ մի բան, եւ եթե իրենք իրենց վրա կարողանան աշխատեն, շատ բան կփոխվի։ Միայն հույսը չդնեն նրանց, որ ամեն ինչը կոմպյուտերի, իհարկե կոմպյուտերն էլ է մեծ հնարավորություններ տալի ուսումնասիրելու, եթե դու գիտես ինչպես է research անես, ուսումնասիրես, հասկանում ես, օրինակ ես էլ եմ նստած կոմպյուտերի վրա, բայց այնքան հետաքրքիր բաներ եմ ինձ համար գտնում, եթե այդ ուղղությամբ տանեմ։ Կառուցող ինֆորմացիա հայտես։ Այո, կառուցող, ստեղծող քեզ համար, այսինքն կյանքի վերադարձնող ինֆորմացիա, հուսահատությունից դուրս գալու ինֆորմացիա, որը շատ կարևոր է։ Եվ հետո գիտես ինչ, յուրաքանչյուրը մեզանից զավակ ունի, գալիս է մի տարիք, որ այդ զավակը եւս ամուսնանում է, նորից զավակ է ունենում։ Դու պետք է լավ օրինակ ծառայես այդ սերնդին, որ Այսինքն ինքնակրթումը մենակ քո համար չի, նաեւ օրինակա քո մյուս ժառանգների։ Իհարկե, դու պատկերացնես, եթե զավակդ մեծանա եւ հասկանա, որ իր հորը մորը ոչ մի հարց չի կարող տա, որովհետեւ ոչինչից տեղեկություն չունեն։ Ես չեմ ասում կամաչի, որովհետեւ ես ծնող սիրող անձնավորություն եմ, բայց ամեն դեպքում կարող է անկճվի, որ ժամանակին իր ծնողը իրեն էլ չի տվել այն ամեն ինչ որ կարող էր տալ։ Իսկ դες հարցից հարց է գալի։ Նշեցիր այդ հանձնվելու պահը։ Օրինակ դա էլ եմ շատ նկատում, մարդիկ մի բան են փորձում, չի ստացվում, հանձնվում են, այլ քո կյանքի փորձով։ Ես հավատում եմ, որ եղել է դեպքեր, որ դու էլ ես բան փորձել, չի ստացվել, այլ ինչպես ես հաղթահարել դա եւ ինչ կքաջալերես այն մարդկանց, ովքեր շուտ են հանձնվում։ Ինչ կլինի գործի մեջ, կլինի կյանքի մեջ, կլինի ընտանիքի մեջ, ամեն ինչի մեջ։ Գիտես, Մայիս, իմ աշխատանքը շոու բիզնեսի հետ կապված աշխատանք է, թեպետ հայկական համայնքում շոուն է մնում, բիզնես չկա, ինչպես ասում են։ Դժվար ասպարեզ է մեզ համար այստեղ ստեղծելը։ Եվ հատկապես ես համերգային գործունեությամբ եմ շատ զբաղվել։ Միջև վերջի հնարավորություն, որ սրահը կլցվի, չի լցվի, հասկանում ես, դրամ ես կորցնում եւ այլն։ Եթե դու չունենաս քո մեջ այդ եռանդը հաղթահարելու, իհարկե միայն դրամի կորուստ կլինի։ Իսկ եթե ունենաս, գիտես ինչ ուղարկում ես դու universe, դիեզերք, նա քեզ վերադառնում է։ Հասկանում ես, օրինակ եղել են, ասենք, համերգային ծրագրեր, որ միջև վերջի մոմենտը սրահը չի լցվել։ Հասկանում ես, ես նույնիսկ բանը, ասես մի օրինակ բերեմ, իմ շունիկս գիշերը գրկել եմ, ասում եմ, Ֆլաֆի ջան, դու ինձ ամբողջ կյանքում օգնել ես, օգնի թող այս սրահը լցվի,
առավոտը ժամը 7-ից զանգի հետևից եւ 2 table հանեց Alex թատրոնը Will Call-ի վրա, որ դա իրենց պատմության մեջ ամերիկացիների չի եղել։ Որ վերջի պահին այդպիսի թվաբանությունը փոխվել է։ Այո, այդպես փոխվեց։ Վաու։ Հասկանում ես, որովհետեւ պետք է ես հավատ ունենա, որ չի կարող չլցվի։ Իսկ եթե հուսահատվեի նստեի, չգիտեմ, անկում գիշեր եւ այլն, թեպետել չէի քնե, բայց ամեն դեպքում արդեն ինչ որ հույսով կլանված մտածում է առավոտյան լույսը բացվի, տեսնեմ ինչ է լինելու, ու դու պատկերացնում ես, երբ սրած ապահարում էր լեփլեցուն, արդեն ինչ բավարարվածություն ուներ, ինչ հաղթանակի լայն զգացում ուներ, արդեն ուրիշ հաճույք է։ Իսկ հաջորդ օրը դրանից հետո կարոտում էիր արդեն այն օրերը, որ տենց ապրում էիր հեկտիկ վիճակի մեջ, թե կլցվի, չի լցվի, դրամ կկորսեմ, թե կշահեմ։ Այս մոմենտները շատ է խանգարում։ Հիմա գիտես ինչ դու real estate, ասենք կամ insurance եւ այլն, մարդիկ կոնկրետ գալիս են քեզ մոտ, թեպետ իհարկե շատ հարցեր կա, որ պետք է հասկացնես, ապացուցես, ցույց տաս, այսինքն 1-10 անգամ եմ բացատրում։ 10 անգամ, 20 անգամ, հետո մարդիկ կան մի անգամից չեն վստահում, մարդիկ կան չեն պատկերացնում, որ պետք է վստահեն։ Դժվար է, այդ ամեն ինչը, եթե դու էլ հուսահատվես, ոչ մի բան չի ստացվի։ Իսկ մեր բիզնեսների մասին ես էլ չեմ ասում, որովհետև Միացյալ Նահանգներում TV, այսինքն բիզնեսը, համերգային բիզնեսը, դա երևի հերոսություն է, որ մենք այսքան տարի արել ենք։ Եվ ես կարծում եմ, մեկ օր Լոս Անջելեսի պատմությունը կանդրադառնա նաև մեզ։ Well, ես իշքան ուսումնասիրել եմ քեզ քո գործերը, միշտ հիացել եմ այն բանով, որ ոնց ես կարողանում այսքան անել, ոնց ես հասցնում։ Այ այդ հարցի հետ կապված, ինչպես ես կարողացել այդ ամենը հասցնել անձնական կյանքի հետ, ընտանեկան կյանքի հետ, այլ ոնց ես կարողանում քո schedule-ի մեջ տեղավորել, որտեվ Ամերիկայում ում հետ խոսում ես, այս բառը միշտ busy եմ, չեմ հասցնում, այլ դու ոնց ես կարողացել manage անել դա։ Գիտես, երբ մի քիչ խորանում ես այդ busy մարդկանց կենսագրության մեջ, տեսնում ես, որ ոչ մի բան չի անում, դա կա։ Հիմա բանը ավելի շատ ասենք բլա հասկանում եք, բայց ես երբեք չեմ ասել ես busy եմ։ Հիմա տեսպես քեզ պետք է չէ ասել, որ ես busy եմ, դու ինքդ հասկացել ես։ Այո։ Աշխատանքը գործն է ցույց տալիս, մարդը ինչքանով է զբաղված։ Եթե ես մի քիչ այդտեղից ստրեսֆուլ աշխատանք է։ Եթե ես մի քիչ ստրես մտցնեմ, ոչ մի բան չի ստացվի։ Հակառակը պետք է լավատեսորեն լինես։ Հատկապես համերգների նախորդ օրը դու պատկերացնես, քանի հեռախոս ունես, բոլորը զանգում են։ Այո։ Այդ վիճակը եւ պլաս ասենք դրամական վիճակը, կշահես, կկորցնես, դա ամենադժվարն է այս երկրում հատկապես, որովհետեւ գիտես բոլորս բիլեր ունենք։ Այո։ Մի քանի հատ էլ հարցեր, ուղղակի ինձ հետաքրքիր է միշտ տենալ քո տեսանկյունը։ Ինչպես ես հաղթահարում այդ pressure-ը։ Որտեվ pressure-ի ժամանակ շատ մարդիկ, այսպես ասած, քանդվում են, հանձնում են, մարդիկ էլ կան միանգամից ծաղկում են, որտեվ ես սովորել եմ օրինակ իմ կյանքում, ինչ որ անում եմ, եւ թե ին վրա pressure-ա բերում, ու ես ասում եմ, գիտես ինչ, էսի պետք է անեմ, հելնեմ ստեյից, ավելի մեծ արդյունքների եմ հասնում։ Այլ դու ոնց ես pressure-ի տակ դիմադրում կամ հաղթահարում։ Ես աշխատում եմ չընդունել այդ pressure-ը, որ դա pressure է։ Թեթև ես տանում։ Թեթև եմ տանում, որովհետև մեկը արդեն այդ pressure-ը եկել է, ինչպես ասում են, չոքել է դրանը։ Հիմա ուզենք պետք է դուրը բաց անենք, ներս թողնենք, չէ՞։ Ոչ թե էլի վրան ավելացնենք, հա։ Ոչ թե եթե վրան ավելացրեցից չես կարող հաղթահարել։ Շատ դժվար է, սա դժվար երկիր է, սա պինդ մարդկանց է սիրում, հասկանում ես, եթե դու պինդ չեղար, ոչ մի բան չի ստացվի։ Էդի որ ասեցիր, տարիներ առաջ էր մի հատ ընկեր ունեի, զանգեց ինձի, գնացինք կոֆե խմելու։ Արդեն մոտ 2 տարի էր Ամերիկա, ասում եմ, հա ոնց է Ամերիկան գնալով ավելի ես սիրում, ասում եմ, այս մի բան ասեմ։ Ասեցի, ասա։ Ասում եմ, Ամերիկան այն երկիրն է, որ իրոք բացահայտում է, թե դու ով ես, ինչից ես կազմված, ինչքան ամուր ես, ինչքան դիմադրող ես, ինչքան պայքարող ես։ Եվ ասում եմ, ոնց որ ասած, քո իսկական տեսակը ջրի երես է հանում։ Շատ ճիշտ է ասում։ Շատ ճիշտ է ասում։ Հետո գիտես ինչ որ նոր ես գալիս, հիմա գիտես ամեն աշխատանքի բառ դիմում է, որ կարողանա ինչ-որ մինիմում ապահովի իր կյանքը Միացյալ Նահանգներում։ Եվ ասենք քեզ կարող են աշխատացնել դրամը չտան, կարող է
1000 հարց կա, հասկանում ես, միջև կարողանաս լեզու սովորես, միջև օրենքներից հասկանաս ինչ որ մի բան, մտնես այս կյանքի հունի մեջ, ինչքան բաների մեջով են մարդիկ անցնում։ Եվ եթե թույլ եղար, հիմա վերջի ճանապարհը ինքնասպան լինելն է, բայց բոլորս ապրելու մեծ ցանկություն ունենք, հասկացած, այդ թույլությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Այո։ Ոչ մի լավ բանի։ Մարիկա, մյուս հարցը որ միշտ ուզեցել եմ տամ։ Շփվելով այսքան մարդկանց հետ, ի՞նչն է կարևոր բանը ճիշտ շփման համար։ Թե առօրյայում, թե գործնականում։ Ինչ է սովորել մարդկանց շփման գաղտնիքը, այսպես ասած։ Ես գիտես ինչ ասեմ, եթե դու մի քիչ դու քեզ կոնկրետի նկատի չունեմ, ընդհանրապես մեր սիրելի հեռուստադիտողներին, մեծ դիտորդներին, մարդ պետք է մի քիչ քաղցր լեզու լինի։ Այդ չորությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Եթե դու հիմա տգեղ կնոջը ասես ինչքան դու տգեղ ես, նա քեզ կսիրի, ոչ։ Եթե ասես սիրուն ջան, արդեն աչքի լույսն ես այդ մարդու։ Արդեն սիրտն էլ կբացանի, բոլոր հնարավորությունները կոմպլիմենտ տալը, չէ՞։ Իհարկե, կոմպլիմենտ կարողանալ տալ, լավ բան ասել։ Օրինակ, եթե նկատել ես, մեր հայերը չեն սիրում ամերիկացիների կեղծ ժպիտը, բայց ես գերադասում եմ այդ կեղծ ժպիտը նատուրալ, թե մունաթ, այո, մունաթ, թե չգիտեմ, ավելորդ լրջությունը։ Հիմա հասկանում ենք, դատարանի դահլիճում չենք, որ բոլորս լուրջ լսենք։ Մի փոքր կատակ եւ այլն լավ տրամադրություն է ստեղծում եւ հետո մարդը քեզ ավելի ձգտում եւ տեսնում են, որ դու լավ էներգիա ես հաղորդում իրեն։ Այո։ Այս մասին պետք է մարդիկ մտածեն, որ կարողանան մի քիչ գեղեցկացնեն իրենց հոգիները։ Այսինքն ամեն մարդ իր վրա պիտի աշխատի, իրան գեղեցկացնի։ Հերսից դուրս։ Այո, անպայման, եթե դու եւ ընդհանրապես ես չաշխատենք մեզ վրա, ոչի բան չի ստացվի։ Մարդիկ չեն ձգտի արդեն քեզ հետ շփվելու, քեզ բիզնես տալու։ Շատ հաճախ սիմպաթիանել է ստիպում, որ մարդ ուզում է զանգարի այդ մարդուն բիզնես տա։ Դեպի նույն մասնագիտությամբ լեցուն մարդիկ կան։ Այո։ Բայց չէ որ ես զանգում եմ քեզ եմ ասում, Մայրջան, գիտես, ուզում եմ քեզ այս հարցը տամ, խորհուրդ հարցնեմ, որովհետև ես քեզանից դրական լիցք եմ տեսնում, ես քեզանից ապրելու մեծ ցանկություն եմ տեսնում, ձգտելու մեծ ցանկություն ստեղծելու դեպի լավը գնալու։ Եվ ես չեմ դադարում զարմանալով քեզ ամեն անգամ հանդիպում եմ եւ շատ ուրախ եմ քո բոլոր հաջողությունները։ Աստված միշտ պահապան քո բոլոր նախաձեռնություններում։ Մարիկա, որպես եթերը շուտով վերջանալու է, ինչպես ես տենում կամ ինչպես ես ծրագրում, թե քո ապագան, թե ինչ խորհուրդ կտաս մարդկանց իրենց ապագան նայելու դեպքում, ինչերին ուշադրություն դարձնեն, որտեղ շատ մարդիկ կամ անցյալով են ապրում, որը իրոք խանգարում են ներկայում ուրախ լինել, կամ էլ ապագայում մենակ երազում են։ Այդ դու ո՞նց ես օրինակ այդ հարցին նայում։ Գիտես, ես անցյալս իհարկե իմ հիշում եմ։ Այո։ Բայց շատ ցավալի չեմ հիշում, այսինքն կա գեղեցիկ բառ ֆրանսեն նոստալժի։ Ինչ է նշանակում դա։ Կարոտ, հիմա հայերը դարձրեցին կարոտախտ։ Ախտով վերջացող բոլոր բառերը ծանր հիվանդություններ են։ Թոքախտ, շաքարախտ, հասկանում ես։ Հիմա կարոտը բավականին հեշտ մարդիկ տանում են, բայց կարոտախտը արդեն նրանց մտածելու տեղ տվեց։ Եվ բոլորը որպես հիվանդություն են ընդունում այդ կարոտ հասկացողությունը։ Իսկ ես միշտ թիվիովել եմ առաջարկել փոխեք բառերը։ Օրինակ նոստալգիա ռուսերեն, նոստալժի ֆրանսերեն է։ Ինչքան գեղեցիկ բառ, բայց նույն կարոտն է։ Հասկանում ես, հիմա ես մի անգամ մի հատ բանը ակադեմիկոս եկավ այս երկիր, չեմ ուզում անուններ տալ, ինքը խնդրեց ես իրեն թարգմանեմ ամերիկյան մեծ ընկերությունում։ Հիմա ինքը նստեց, բացատրեց, որ իր հայրը գաղթական է եղել, չգիտեմ ինքը եւ այլն։ Ես թարգմանում եմ պրեզիդենտին այդ ընկերության, ինքը լսեց, ասեց իրեն ասեք, որ ինքը գաղթական չէ, ասեց he is not refugee, ասում he is international travelist։ Հասկացա, ես երկրից գնացել այն երկիր, ասում նա գաղթական չէ, նա միջազգային ճամփորդող է, որտեղ հայրը գնացել է այս երկրի չի կարողացել ապրել, գնացել է մյուս երկիր։ Ասում թող սենց մտածի, թող չմտածի, որ ինքը գաղթել է, որտեղ որպես refugee ինքը մտավոր շատ ծանր է տանում իր refugee լինելը։ Այո։ Եվ տեսպես ինչքան խելացի բան է ասում։ Հիմա իմաստը նույնն է, բայց տարբեր որակավորմամբ։ Եվ ճիշտ կլինի բառերի փոփոխությունը երբ անում ես, դու ավելի հեշտ ես ստանում։ Թեպետ հիմա մեզ լսողները կասեն ինչ տարբերություն, բայց կա տարբերություն։ Այո։ Մարիկա, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ քո ժամից դրել ես այս հարցազրույցի համար։ Ես
հավատում եմ, որ ովքեր լսել են, շատ բաներ կքաղեն այսօրվա հարցազրույցից, եւ ես հավատում եմ, որ խելացի թե հարցազրույցներ, թե գիրք կարդալ, ինչքանով որ կարաս պետք է ամեն օր քո վրա աշխատես, քեզ զարգացնես, որտեվ յուրաքանչյուրս մեզ փոխելով կփոխվի մեր կյանքը։ Դրսից ներս չի փոխվում կյանքը, ներսից դուրս է փոխվում։ Համաձայն ես։ Այո։ Այդ նոտայի վրա ինչ կցանկանաս մեր բոլոր հայությանը։ Ես մայժա նախ քեզ շնորհակալություն այսօրվա հանդիպման համար, հուսանք, որ ինչ որ ձևով կարողանանք մեզ դիտողներին հաճելի պահեր պարգևենք այս մի քանի րոպեում, նրանք ովքեր ինչ պատճառներով հուսահատված են եւ այլն, թող վերադառնան կյանքի եւ ավելի կհեշտացնեն իրենց ընտանիքի անդամների ապրելաձևն էլ, որովհետեւ բոլորը նայում են, գիտես, երբ զավակը մոր երեսին է նայում, մայրը հոր երեսին է նայում, այդ բոլորը նշանակություն ունի լավ մթնոլորտ պահպանելու համար ընտանեկան ուրեմն կյանքում։ Ինչ վերաբերում է ինչ դասեր քաղենք, պետք է մենք կարողանանք շարունակենք մեզ վրա աշխատել, որպեսզի հետաքրքիր լինենք մարդկությանը։ Երբ դու հետաքրքիր ես, մարդիկ քեզ զանգումել են, արձագանք կա ու չեն մոռանում։ Եվ չեն մոռանում, եւ ասում եմ, ես ինչքան հավատա, ինչքան բիզնես բաց եմ արել այս երկրում, ավելի շատ սիմպաթիայի վրա է աշխատել, քան դրամական ներդրումների վրա։ Եվ ես շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ վստահել են։ Այո։ Շնորհակալություն Մարիկա նորից, ապագայում մենք կփորձենք նորից հարցազրույցներ ունենալ, եւ եթե նրանք ովքեր հարցեր ունեն այսօրվա հարցազրույցից, գրեք մեզ եւ միգուցե մյուս հաղորդման մենք կփորձենք այդ հարցերին էլ պատասխանել։ Մեծ սիրով, հատկապես ունենց տակ ջերմ մթնոլորտ է ստեղծել, որ ինձ թվում է, որ մեր հեռուստադիտողներն էլ սիրով կդիտեն մեզ եւ որոշ հետեւություններ կանեն իրենց կյանքում։ Էսի երևի քո 8000-րդ հաղորդումն է։ Չեմ կարող ասել։ Իշտ ասած չեմ հաշվել։ Շատ բարի Մարիկա, շնորհակալություն սիրելի բարեկամներ, բոլոր նրանք, ովքեր նայեցին այսօրվա հաղորդումը, անպայման տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ, Սամայիս Կարիբյաններ, ստեսյուն։